Իրականում սա նոր տենդենս չի եւ միայն Հայաստանում չի, այս տենդենսը տեղ ունենում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանից բացի նաեւ այլ երկրներ, այդ թվում աշխարհի տիպ 1 գերտերության ղեկավարը իրեն թույլ է տալիս նման կարգի արտահայտություններ, ինչպես վերջերս հիշում եք, ասում էր, որ մոռված տարբեր երկրների ղեկավարներին ըստ էության այդ վիրավորական արտահայտությունը ասելով, որ իմ տարիֆները մտցնելուց հետո բոլոր այդ ղեկավարները հերթ են կանգնել հայտնի ինչ-որ իմ մարմնի մասը համբուրելու համար, հա։ Եվ էլի կան այդպիսի դեպքեր եւ գնալով ըստ շատանում են, դա պոստմոդեռնի բացասական կողմերից մեկն է, որտեղ կան իհարկե շատ դրական կողմեր պոստմոդեռնի, իսկ որն է այդ բացասական կողմը, այն է, որ ինքը մի տեսակ կարմիր գծերը կամ վերացնելու կամ տեղաշարժելու տենդենս կա, այն կարմիր գծերը, որը մեր հոգեբանության մեջ, մեր պատկերացումներում միշտ եղել են, ինչ կարելի է, ինչ չի կարելի։ Եվ այս առումով իհարկե ինքը նաև միաժամանակ շատ կոնստրուկտներ, բարոյական, քաղաքական, ինքնությանը վերաբերող կոնստրուկտներ վերացնում է պոստմոդեռնը, քանի որ վերարժևորում է եւ կազմաքանդում է ըստ էության։ Եվ այդ կազմաքանդման տակ ընկնում են նաև բաներ, որոնք որ գուցե եւ պետք է հասկանալ արժի թե չարժի կազմաքանդել, օրինակ եթե հասարակության համար անընդունելի է նման վարքագիծը, իմ համար էլ է դա անընդունելի, երկրի վարչապետի շուրթերից նման բառերի հնչեցումը, ես կարծում եմ, որ պետք չի, որ վարչապետը դրանով զբաղվի, հա, այդ կարմիր գծերի տեղաշարժով կամ վերացնելով, եւ այդ պարագայում իհարկե պետք է հասկանալ, որ վերջիվերջո մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ եւ դեռ այն դարաշրջանում, ժամանակաշրջանում, որտեղ որ հաղորդակցման մեջ ձևը կարեւոր է։ Ձևը նշանակություն ունի եւ ինքը իրենով նաեւ բովանդակություն է բերում, հա, երբ որ մենք իրար հանդիպում ենք, իրար բարևում ենք։ Այդ բարևը բովանդակություն չունի, բացի նրանից, որ դա հաղորդակցման ձև է, դու ցույց ես տալիս դրանով, որ բարեկամորեն ես տրամադրված դիմացինին եւ բարին ես ցանկանում եւ դա հիմք է դառնում նորմալ հաղորդակցման։ Եթե դու հանդիպելուց ոչինչ չբարևեր, ոչինչ չասեր, միանգամից քո ուզելիքը խոսեր, ինչ որ քեզ պետք է խոսեր, շատ ուտիլիտար, շատ ավելի պրակտիկ կլներ իհարկե, դու ռացիոնալ կլներ ավելի, ժամանակ չէր ծախսի ինչ որ արարողակարգերի վրա, բարև ձեզ, ոնց եք եւ այլն, որ ոչինչ չասող եւ անհետարքիր գուցե շատերին բան է, բայց դու դա պահում ես, դա ձև է, որը պետք է պահպանել։ Առավել եւս այդ ձևի պահպանությունը հատկապես կարևոր է երկրի ղեկավարի համար, որովհետեւ մի բան է այն Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին լրագրող էր եւ կարող էր իրեն շատ ավելի կոշտ բառամեթեր թույլ տալ, մի բան է Հովսեփ Խոշուձյանը, որ վարչապետ չի եւ երբեմն ինձ էլ սադրում են եւ ես հակադարձում եմ բավականին սուր բառաֆոնդով, բայց մյուս բանը երկրի վարչապետը, որը օժտված է գերագույն իշխանությամբ, բավականին մեծ իշխանությամբ ընդորում, հա, Սերժի կարած սահմանադրությամբ, կոստյումով, եւ առավել եւս դա ավելի մեծ պատասխանատվություն է դնում իր վրա, օգտագործելու իր պաշտոնը ավելի զգուշ եւ ավելի շրջահայրոցորեն եւ նաեւ օրինակ ծառայել քաղաքացիների համար։ Եվ դա իր շահերից է նաեւ բխում իդեպ։ Եվ այստեղ միայն այն ասպեկտը չի, թե ինքը ինչ բառ օգտագործեց, ինչ բառաֆոնդ է օգտագործում, այլ նաև այն, որ ինքը բացահայտում է ըստ էության մարդու անձնական տվյալներին վերաբերող տեղեկատվություն։ Ոնց որ արդեն բան է, օրինաչափություն է դառնում, եթե մի անգամ էլ կրկնվի կդառնա օրինաչափություն, հա, Հովիկ Աղազարյանին նկատի ունի։ Հովիկ Աղազարյանին մի անգամ այդպես էլի ինչ որ լրիվ ուրիշ առիթով ԱԱԾ-ն իր Facebook-ի Messenger-ը քչփորել էր եւ այն ինֆորմացիայից բացի, որը իրոք պետք էր հասկանալու համար ինչ որ արտահոսք տվել է, թե չէ պետական գաղտնիքի եւ այլն, բայց նաեւ անձնական հարաբերություններին վերաբերող ինչ որ նամակագրություն տարեդրել են վարչապետի սեղանին հերիք չի, վարչապետն էլ հարկն է համարել դա հրապարակել։ Հիմա դա եւ տարածվել էր դա ԿՊ-ի բանում, վարչության նիստին էր դա խոսվել, հետո դուրս էր նաեւ սփռտել, հա։ Հիմա դա հարից չի, ես կարծում եմ,
վարչապետին, դա արդեն բարոյական հարց չի, դա օրենքի խախտում է, որտեղ մարդու անձնական կյանքը եւ անձնական տվյալները պաշտպանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, անկախ նրանից դա որքանով է բարոյական այս կամ այն մարդու տեսակետից այն մանդակ քերակին է թե ով է, այդ իր քերու եւ իր քերակնոջ հարցն է, կոպիտ ասած, հա, եւ եթե դա նաեւ իր պատվիրանների խախտում, իր կրոնի պատվիրանների խախտում է, իր եւ իր Աստծո հարցն է նաեւ, հա, կամ իր հոգեվոր վերադասի հարցն է, բայց ոչ երկրի վարչապետի միանշանակ, հա, ես իհարկե մյուս կողմին եմ ուզում անդրադառնալ այն կեղծավորությանը, որում ապրում է այսօր եկեղեցին եւ եկեղեցական վերնախավը, այդ էլ ուրիշ պատմություն է, որ կարծես թե նույնիսկ հասարակությունը մի տեսակ համակերպվել է այդ հարցի հետ, հա, որ ոչինչ, հա, գիտեմ, բոլորս էլ գիտենք, որ իրենք կուսակրոն չեն, որ պարտադիր պայման է իրենց համար, հա, համենայնդեպս դավանաբանությունը եւ կարգը եկեղեցական դա է պահանջում, բայց իրենք բացահայտ դուրս են գալիս, ասում են, հələ փորձվի մեկը մի ամիս առանց կնոջ ապրել, ինչ ասելու բան է, հա, այդ Աճապահյանի հայտարարությունն է մեջ բերում, այսինքն դու ընդունում ես, որ դու այդ կարգը խախտում ես, ասում եք դժվար է, դուք մեր կյանքով չեք ապրել։ Եկեղեցին իրեն այն աշճանի վարկաբեկել միջև հիմա, որ ես չեմ տեսնում, այդտեղ ոչ մի բացահայտում չի եղել, որ վարկաբեկի եկեղեցուն ավելին, քան ինքը միջև հիմա վարկաբեկված է եղել։ Այն որ եպիսկոպոսած դասը կուսակրոն չէ, այն որ իրանք իրար հետ խոսում են փողոցային խուլիգանների պես, երբ որ առանձին են լինում, հա, այդ հայոյանքներ։ Եթե գիտեինք միջև այդ ամեն ինչ մեր ներսում, հասարակության ներսում դա քննարկվում էր եւ վարչապետի մակարդակով չի դա հնչել, եւ դրսից կարող է շատերը այդպես շատ մանրամասն ուշադրություն դարձած չլինեն, թե նույն եկեղեցականները ինչեր են խոսում, հա, նույն Բագրատ Գալստանյանը ինչեր է խոսում, նույն Աչապայանը ոնց է Ստալինին գովերքում եւ այլն։ Այդ ամեն ինչը գուցե այդ մեծ ուշադրություն դարձած չլինեն, հիմա այդ նաեւ մի քիչ ավելի լայն շրջանակով սպրտեց, այդ մասով գուցե հա, բայց ելի եմ ասում, կարևորը մենք մեր ներսում ոնց ենք վերաբերում եկեղեցուն, ընդ որում էլի գալով պոստմոդեռնին էդ էլ է հարց, եկեղեցու հանդեպ բարձր վստահությունն ու հավատն է լավ, թե ավելի ռացիոնալ մոտեցումը նաև եկեղեցուն եւ եկեղեցականներին եւ ավելի շատ որպես ծիսակարգ պահողներին վերաբերելը, որոնցից նաև շատ սպասումներ պետք չի ունենալ, որտեվ մյուս ծայրահեղությունն էլ կլներ կղերականացումը հասարակության, հա, որ գեր մեծ հեղինակություն է եկեղեցու եւ եկեղեցին պատկերացնում եք Վրաստանի պես, այնտեղ կա Եղիա իրենց պատրիարքը Իլիան, հա, որը որ 10 անգամ ավելի շատ հեղինակություն ունի իր հասարակության մեջ, քան այստեղի մեր այդ մեծ հեղինակությունը ունենալով բավականին բացասական է ազդում ներքաղաքական իրավիճակների վրա եւ հիմա որ սկսենք քաղաքական հարցերը քննարկել, այստեղ փոխկապակցությունը կտեսնենք։ Եղիանի տարբերություն այս մեր բիզնեսմեն չարչիների, որոնք որ եկեղեցական բաներ են, սքեմներ են վրեքները հագնում, նա բավականին այսպես հոգևոր կյանքով ապրող մարդ է եւ մեծ հարգանք է վաստակել հասարակության մեջ, բայց դա ինքը չարաշահում է, քանի որ քաղաքական իր պատկերացումները, հասարակության մասին իր պատկերացումները այնպիսին են, որ ինքը իր հեղինակությամբ նպաստում է հետադիմական գործընթացներին Վրաստանի ներսում եւ Ռուսաստանի ազդեցությունը նաեւ իր շնորհիվ այդ նարատիվների շնորհիվ ինքը ուղիղ չի տարածում Ռուսաստանի ազդեցություն, բայց իր նարատիվների շնորհիվ իր ձևակերպած կոնստրուկտների շնորհիվ շատ ավելի հեշտ է լինում տարածել Վրաստանում եւ հակադրվելով հատկապես արևմուտքին, արևմտյան հովերին, մեղադրելով արևմուտքը ընտանիքը ոչնչացնելու եւ այլն, այսպեսի ինչ որ բաների մեջ, հա, LGBT հարցերի եւ այլն, իդեպ Բագրատ Գալստանյանը մի տարի է թեմայով ընդհանրապես չէր արտահայտվում եւ հիմա երևի ռազմարդական իջել է եւ այս վերջի հարցազրույցը լսում եմ, որը նաեւ ոնց հասկացա առիթ է տվել այս բան լեզվակռիվների, հա, ինքը արդեն լրիվ ռուսական նարատիվները ոնց որ ռազմարդական վիճացրել են, թե ինչ թեմաներ պետքա շրջանառության մեջ դնես, թիրախավորես, որպեսզի կարողանաս նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը թիրախավորել եւ դա էլ ինքը անում է։